Վերադարձանք տաղավար եւ հիմա շարունակելու ենք թեման եւ շարունակելու ենք իմանալ թե քանի դիմորդ է արդեն ներկայացրել հայտեր ու շատ այլ մանրամասներ վարչաֆեստի հետ կապված Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, դաշնակահար վարչաֆեստի մասնագիտական հանձնախմբի ղեկավար Վահագն Հայրապետյանն է մեր տաղավարում, բարի լույս։ Եվ երաժշտական պրոդյուսեր Վահագն Գևորգյանը, բարի լույս։ Բարի լույս, շնորհակալ ենք, որ մեզ հետ եք սկսում առավոտը, մայստրո շատ ուրախ ենք ձեզ կրկին տաղավարում տեսնելու։ Եվ մի քիչ կարոտ կա, շատ կարոտ կա։ Հներով հավաքել մեր երաժշտական առավոտների առումով, բայց այսօր խոսելու ենք վարչաֆեստի մասին եւ հուլիսի 29 է վերջնաժամկետը, հայտերի հետաքրքիր է այս ընթացքում արդեն որքան հայտեր եք ստացել։ Զարմանալի է, բայց արդեն 50-ից ավել հայտ կա ու դեռ քանի օր երեք օր էլ դեռ ունենք ու ես վստահ եմ 70-ից ավել հայտ է լինելու, մեզ սպասվում է շատ հետաքրքիր, բայց շատ դժվար եւ շատ պատասխանատու աշխատանք։ Ծանոթ անուններ են, թե նոր բենդեր են այս ընթացքում ձևավորվել, որպեսզի մասնակցեն վարչաֆեստի։ Վստահաբար նոր կարծում եմ, որովհետեւ ամենայն դեպս ինձ համար ես 3-4 բենդից ավել չգիտեմ այս երկրում 50 հատ կա։ Ամեն դեպքում իմաստը նա է, որ նոր բենդեր հայտնվեն, նոր ստեղծագործական թիմեր, նոր դեմքեր, նոր ձայններ, նոր ստեղծագործություններ ու տարբեր ոճային, դա էլ է շատ կարևոր, որ ոճային սահմանափակում չունենք, միակ բանը որ ունենք, դա տարիքային սահմանափակումն է, որը որ շատ լավ է, որ կա այդ տարիքային սահմանափակումը, որտեղ խրախուսում է նոր խմբերի, նոր երիտասարդների հայտնաբերմանը։ Բայց անգամ տարիքային սահմանափակումը թույլ է տալիս մեկ խմբում ներգրավել տարբեր սերունդների մարդկանց, 13-ից մինչև 35 տարեկան մարդիկ կարող են լինել մեկ խմբում։ Արդյոք ձեր փորձը նաև աշխատանքը ստեղծագործողների, աշխատանքը խմբերի հետ ցույց կտա, թե որ տարիքային խմբում ավելի շատ ներգրավված մարդիկ ավելի առաջատար կլինեն, ինչպես կներկայանան, կան այսպիսի կանխատեսումներ։ Կանխատեսումներ շատ կան ու ես անհամբեր սպասում եմ իրենք լսելու որտեղ իրականում չեմ կարծում, որ դա կարևոր է, որտեղ կարևոր է թե իրանք ինչ են ուզում, ինչն է իրենց նպատակը, ինչի համար իրանք ստեղծել այդ խումբը եւ ուր են ուզում հասնել այդ խմբով։ Երևի սա է ամենակարևորը, թե չէ տարիքը իրականում էական չի։ Միգուցե նաև երիտասարդը ուրիշ կերպ է մտածում, ինքը ինչ-որ նոր մոտեցումներ ունի, մի քիչ տարիքով բարձրը փորձ ունի, որը կարող ինքը օգտագործի այս երիտասարդի միտքը իրականացնելու, այսինքն այնտեղ եթե ուզեն, բոլորը կարող են շատ sense ճիշտ իրար հետ աշխատեն ու ստանան արդյունքները։ Մենք խոսում ենք փառատոնի մասին, որը նաև մրցութային բաղադրիչ ունի եւ մրցանակային ֆոնդ, այն թե ինչպես է նախընտրական փուլին մասնակցելու գիտենք, բայց հետաքրքիր է մրցույթի հետագա տրամաբանությունը ինչպիսին է լինելու, այսինքն ինչպես են ընտրվելու հաղթողները։ Տեսեք, առաջի փուլը, եթե դուք առաջի փուլը դա տեսանյութերն ա, որոնցից պիտի ընտրենք, երբ որ արդեն կընտրվեն ինչ-որ X քանակի խումբ, որը որ կանցնի արդեն հաջորդ փուլ, այդ մյուս փուլում արդեն մենք պետք է այցելենք մարզեր իրենց մոտ, իրենց սովոր միջավայրում, իրենց լսելու։ Երբ որ այդ փուլն էլ կանցնենք, այսինքն բոլոր մարզերում, բոլոր խմբերին կայցելենք եւ կլսենք, դրանից հետո արդեն այն ինչ որ կընտրվի, դա անցնում է արդեն եզրափակիչ, որը տեղի կունենա ամսի 20-ին օգոստոսի, 22-ին օգոստոսի, բայց ամսի 21-ից բոլորը արդեն ներկա են լինելու, հավաքվելու են, եւ դա շատ մի հատ կարեւոր բան կա, որ ստեղծված է ճամբար նաև հյուրերի համար, այսինքն այն մարդկանց, որոնք գալու են աջակցելու իրենց ուզած սիրած խմբին, բավական կարծեմ 1200 հոգանոց ճամբար է, թե 1500 հոգանոց ճամբար է, բավականին մեծ ճամբար է, եւ այդ մարդիկ եզրափակ, այսինքն ավար վերջի փուլում ունեն QR-ով քվարկելու հնարավորություն եւ իրանց ձայները եւ մեր ժյուրի ձայները արդեն 50-50 բախշվելու է եւ ընտրվելու է հաղթողը։
Իհարկե շատ-շատերը մրցույթին գուցե նոր ձևավորված խմբեր մասնակցելու են հենց հաղթելու նպատակով, որպեսզի լինեն առաջին լավագույն քարյակի մեջ այս դեպքում, բայց այս փառատոնը հնարավորություն է տալու նաև նոր գործընկերներ, նոր ընկերներ եւ փոխհարաբերություններ ձեռք բերելու։ Փառատոնները այս առումով որքանով են կարևոր մեր երկրում հենց մշակութային կյանքը զարգացնելու համար։ Ես ասեմ, լավ։ Կայ շատ ճիշտ ասացիք, ինքը մրցույթային բաղադրիչ ունի, բայց իրան ես օրինակ դիտարկում եմ որպես փառատոն, որովհետև Տոն։ Այո, հաղթողներ կլինեն, բայց պարտվողներ չեն լինի։ Որովհետև այն խմբերը, որ խմբերը որ կստեղծվեն ու կստեղծեն նոր երգացանք, նոր ներկայանալու հնարավորություն, այդ խմբերը վաղամիսօրը հնարավորություն կունենան նաև մեր մշակութային կյանքում մասնակցելու, իրենց խոսքը ասելու, իրենց նոր երգացանկը ներկայացնելու, նոր ձայներ տարածելու եւ շատ հնարավոր է աշխարհին հասնի այդ ձայները։ Մենակ Հայաստանի մասշտաբով չմտածենք, որտեղ Հայաստանը այսօր գտնվում է արդեն աշխարհի մեջ նաեւ։ Կենթանի կատարումը պարտադիր պայման է։ Այո, ամենապարտադիր Իսկ իրենց ստեղծագործություններով պիտի ներկայանան, թե կարող են օրինակ նաև cover բենդեր լինել։ Ցանկալի է, ես օրինակ ավելի կխրախուսեմ այն խմբերը, ովքեր որ ունենան օրիգինալ ռեպերտուար, օրիգինալ երգացանք։ Սեփական ստեղծագործությունների կամ գոնե սեփական մշակումների, որովհետև ուրիշի տան ազանելը լավ բան չի։ Սա կարող է լինել մոտիվացիա, եթե առաջին փուլը հաղթահարեն օրինակ cover ստեղծագործություն ներկայացնելով, հաջորդ փուլերում արդեն նկատի ունեցեք, որ գոնե թե պարոն Հայրապետյանը առավելություն է տալու այն խմբերին, որտեղ ներկայանալու եք, որ խմբերը ավելի ոգևորված է աշխատել։ Ստեղծագործաբար մոտենան իրանց զայնագրություններին եւ կատարումներին։ Իսկ որպես հանձնախմբի ղեկավար, էլ ինչ սպասելիքներ ունեք բենդերից, բացի այն, որ պիտի հեղինակային ինձ համար շատ կարևոր կատարումներով նաեւ նշանակություն է լինելու խմբերի ներկայանալու ձևը, թե ոնց են իրանք ներկայանում, ոնց են իրանք բեմ դուրս գալիս, ոնց են իրանք բեմից իջնում, ինչ են հագնում բեմի վրա, ոնց են իրանք դրսևորում, ինչքանով կապ ունեն հանդիսատեսի հետ։ Որտեղ շատ խմբեր կան, նույն պրոֆեսիոնալ խմբեր կան, որոնց նայում ես բեմի վրա ու իրանք գլուխները կախ, իրանք իրանց համար գերում են իրանց ստեղծագործությունը, իրանք իրանց համար նվագում են։ Ու այդ հանդիսատեսը բայց վճարում է, որ գա այդ խմբին տեսնի, բայց այդ խումբն էլ հանդիսատեսին բանտեղ չի դնում։ Այդ շատ կարևոր է, որ կապ ունենա, ինչքանով մշակույթը կապ ունի ժողովրդի հետ, որտեղ վերջին հաշվով էլի ժողովուրդն է գնահատում այդ մշակույթը։ Ու այդ մշակույթը այդ նույն ժողովրդին կարա բարձրացնի, կարա իջացնի։ Եվ հակառակ։ Այո։ Ֆեստի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ոչ թե հավաքվում ենք մեկ վայրում եւ մեծ մասամբ մշակութային իրադարձությունները շատ հաճախ բողոքում ենք, որ մայրաքաղաքում է կենտրոնացված, այս դեպքում հակառակն է։ Կազմակերպչական թիմն է գնում մարզեր, մասնակիցների հետքերով, սա մարզային մշակութային կյանքում ինչ կփոխի, որպեսզի երիտասարդներն էլ նաև իրենց մարզում ինչ-որ փոփոխություններ բերելու համար այս առումով են մոտիվացվեն։ Ես մի հատ բան եմ ուզում շեշտեմ, որ ես հիշում եմ, որ մենք միշտ բողոքել ենք նրանից, որ ու խոսել ենք, հիմնական վիրաժները բողոքում էին, որ պետությունը ուշադրություն չի դարձնում տաղանդավոր մարդկանց, երիտասարդներին, ոչ թե մարդկանց։ Սա ֆանտաստիկ հնարավորություն է իրականում ոչ միայն արտիստների համար, այն նաև են մարդկանց, ովքեր փնտրում են այդ արտիստներին։ Սա ֆանտաստիկ հնարավորություն է։ Որպես պրոդյուսեր ես ասում։ Այո, սա լավագույն ձևն է, որպեսզի եւ փնտրողը եւ արտիստը կարողանան գտնել իրար։ Առաջարկն ու պահանջարկը գտնեն։ Այո, որովհետեւ ավելի լավ տարբերակ չկա։ Այսինքն դու միանգամից 50 դու քանակը պատկերացնում 50 բենդ, դա ինչ է։ Okay, 50-ից լավ ենթադրենք, չգիտեմ, ինչ որ մի X-ը 30, 20 քանիսն են ասում, չգիտեմ, էական չի, բայց կարևորը որ այդ մարդիկ ունեն հնարավորություն իրենց մասին պատմելու, այո, եւ մեր նմանները ունեն հնարավորություն իրենց տեսնելու։ Սա լավագույն, ու սրանից ավելի լավ աջակցություն
այդ տաղանդավոր երիտասարդներին։ Ես իմ տարիքում օրինակ կերազեի տենց մի հատ հնարավորություն լիներ, պետական աջակցություն լիներ, որ կարողանայինք մենք մեր խմբերը ներկայացնենք կամ ինչ-որ հանդես գայինք, մեզ տրամադրեին այդ որակյալ զայնային սարքավորումները կամ բեմերը, մենք այն ժամանակ ունեինք մի հատ փոքր ուժեղացուցիչ, մի հատ էլ փոքր բարձրախոս ու 6 հոգով դες նվագում էինք ամեն օր։ Այսինքն տեխնիկական ապահովությունը ամբողջական է։ Որտե ֆանտաստիկ որակի սաունդ է դրված լինելու, երկու բենց բեմը հավաքված լինելու, որպեսզի ժամանակի այդ փոփոխությունը, բենդից բենդ փոխվելու ժամանակի ծախսը չլինի։ Այո, տեխնիկական պլյուս սաունդ չեկերի հարցը, որ բենդերը կարողանան, այսինքն գործիքների, այո, որ ինքը 2 օր երաժշտական շատ սիրուն օր է սպասվում բոլորին։ Սևանի ափին, եկեք վայելենք միասին, այդ եմ ուզում ասել, թե ես անամբեր սպասում եմ, երբ այդ ամեն ինչը Երևանում։ Բայց մինչ մեր այդ երկօրյա վայելքը դուք բավականին բարդ աշխատանք դեռ ունեք իրականացնելու, փնտրելու, գտնելու եւ առանձնացնելու լավագույններին, եւ սա իսկապես այո։ Եվ քանի որ 3 օր դեռ կա, նշենք, որ ոչ միայն Հայաստանաբնակ բենդերի մասին է, չէ՞, խոսքը երբ մասնակցությանն է վերաբերում, այսինքն կարող են նաեւ ոչ Հայաստանից արտերկրից մարդիկ եւս դիմել։ Ես վստահ եմ, որ հաջորդ տարի վստահ եմ, որ միջազգային է դառնալու։ 50-50 է լինելու, ի նկատի ունեմ արտերկրից մասնակից բենդերի քանակը, վստահ եմ 50% կլրացնի իհարկե։ Այսինքն շարունակական է լինելու, այստեղից կարող ենք ենթադրել։ Ամենամյա գուցե հենց։ Կարծում եմ Այն փաստը, որ սա շարունակական է լինելու, դա արդեն ոգևորիչ է, որ համել շատ խմբեր այսօր կտեսնեն ոնց այս ամեն ինչը անցնում, մյուս տարի ինձ թվում է մենք ավելի մոտիվացված կլինեն։ Ավելի մեծ մասշտաբով է լինելու։ բոլոր այն թերավատները, որոնք այսօր կան, մյուս տարի արդեն Կամ այն բոլոր մարդիկ, որոնք կմասնակցեն որպես հանդիսատես այս անգամ եւ այդ էներգիայից կոգեշնչվեն ու կորոշեն գտնել իրենց նման մտածող եւ իրենց պես ստեղծագործողներին, կազմել թիմեր, ստեղծագործական խմբեր։ Դա միավորում է մարդկանց կամ գաղափարակիցներին մարդկանց եւ կմասնակցեն արդեն հաջորդ տարի, բայց դեռ 3 օր կա, եթե դուք ունեք խումբ երաժշտական 13-ից 35 տարեկան առնվազն 3 մասնակցով, ապա կարող եք դիմել։ Շնորհակալ ենք շատ օրը մեզ հետ սկսելու համար, Վարչապետին հաջողություն եւ ձեզ շատ ակտիվ եւ բեղուն գործունեություն ենք մաղթում մինչև օգոստոսի 20-ը։ Շնորհակալություն, իսկ մենք հիմա եւս մեկ անգամ առաջարկում ենք վերհիշել մրցույթի մանրամասները եւ պատրաստվել Վարչապետին։